Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Սա պարահանդեսը չէ, սա ժողովրդական երգիչ 3 նախագծի օրագիրն է։ Այս շաբաթ ես փոխարինելու եմ Ավետին։ Ավետ ջան, ոնց ես, լավ ես։ Դե լավ է։ Ինչ պիտի ասեի։ Հա, հիշեցի։ Վստահ եմ, որ կիրակի օրը բոլորը դիտեցին ժողովրդական երգիչների 8-րդ գալահամերգը։ Իսկ հիմա բոլորը քննարկում են համերգը եւ ելույթները։ Դիտենք։ Իսկ ես լսեմ երաժշտություն։ Սպիրկեր եկած ենք, մի քանի հոգիով և աս ժողովրդական երգերը մեզ համար շատ խոսուն են, անոմար եկանք և դիտեցինք։ Մեզ հրավիրեց Արտյոմ Խաչատուրը անշուշտ։ Մենք սկիզբից ենք դիտելու առաջին նույնիսկ նախագիծեն, ամեն երգերուն հետևում էինք և մանավանդ ամեն երգիչներուն սիրում ենք, մանավանդ ինձ խոսում է Մոնիկան։ Մի մեծ ահռելի աշխատանք է կատարում է Շանթը։ Ես հպարտանում եմ, որովհետև արմատներին եմ մոտեցնում, հետո մեր դաստիարակության համար երեխաների հայեցի շատ մեծ նշանակություն ունի։ Շատ ծանր էր, ինձ համար այս ընդհանուր իրավիճակները անորոշ, որ դուրս եկա, հետո տեխնիկական խնդիրների պատճառով ետ վերադարձա, բայց շատ շնորհակալ եմ առաջին Աստծուց։ Հետո հեռուստաընկերությանը, որ արդար ամեն բան ու հաշվի են առել այդ ամեն ինչը, շատ շնորհակալություն։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել Վարդան համար։ Մերսի ժողովուրդ ջան։ Այնքան երկար քեզ փնտրելուց իմացա, որ դուրս եկա, շատ-շատերը տխրեցին, զանգեցին, շատ սենց բոլորը տխրել էին։ Ես այնքան շնորհակալ եմ իրենց, որ ինձ լսում են, որ ինձ սիրում են, ու ես զգում եմ, հասկանում եմ, որ այս ամեն ինչը իզուր չի, իմ այս աշխատանքները, որ աշխատում ենք, շատ շնորհակալ եմ իրենց։ Ինձ հուզեցին, մի քանի անգամ ուզեցի, թե հուզում եմ լաց լինեմ, բայց ես մակիաժից համար զսպեցի ինձ։ Երեխեք ջան, շնորհավորում եմ մեր հերթական համերգի կապակցությամբ, ասեմ, որ շատ գեղեցիկ, շատ տպավորիչ համերգ էր մեր անցած համերգը։ Սա այն համերգներից մեկն էր, որին շատ դուր եկավ իր տեսակով երգի։ Մի բանը, որ չգիտես ու սովորում ես, հաճելի է։ Ղարաբաղի երգերը, գիտեի, երգեր կային, որ գիտեի, բայց ոչ ակցենտով։ Ես շատ տպավորված եմ և իմ կարծիքով երևի ձեզ յուրաքանչյուրիդ արդեն պետք է Արցախի ղեկավարությունը մտածի, որ այնտեղ ձեզ տա, ասենք, Արցախի պատվավոր քաղաքացու կոչումը, որովհետև բոլորդ այդ օրը արցախցի էինք։ Մտածում եմ, որ քողո տեքստը մոռանամ, բայց չմոռացա, հաջող ելույթ ունեցա Ղարաբաղը։ Ժողովուրդ բարևեք եկալ, հազար բարևեք։ Լինելով Ջավախքից Ղարաբաղցի բարբարայի մասին նախասկել երգել Ղարաբաղի բարբարով, ինձ թվում է մի քիչ դժվար է, բայց փաստորեն ստացվեց, ավելի օգնեց։ Շատ լավ էի կզգացել կոլորիտը այդ տարածաշրջանի։ Այնքան հոգով երգեցի, որ երևի թե չզգացվեց, որ կային որոշ սխալ բառեր, ոչ թե սխալ բառեր, այլ շեշտադրություն։ Ոչ մի այդպես դիտողություն չկա, անկեղծ պետք է ասեմ, եւ դա նաեւ ապացուցեց մեր շատ սիրելի Նայիրուի Ալավերդյանը իր խոսքում։ Ամեն մի երգ հնչեց այնպես ոնց որ կուզեր Ղարաբաղցին։ Ամբողջ Արցախը նայում է Շանթը եւ Հիանը եւ ապրեն այդ ծնողները, որ ստեղծել են այս հրաշք երեխաներին։
Մալացի։ Հիմա ինչ կապված է մեր մյուս երգերի հետ, որոշակի բաներ կա, ես կուզեմ մենք խոսենք դրա մասին։ Սկսեմ Մավրից, Մավր ջան, քո երգը, ինչպես որ ես հենց այն գլխից կանխազգացել էի, դա իրոք քո երգն էր։ Քո ձայնին, քո տեսակին բնորոշ էր եւ դու շատ գեղեցիկ կատարեցիր։ Մյուս երգը կարելի ասել ամբողջությամբ այդ պահին զգացի։ Սկզբներում, որ անդադ խոսում էին այդ լարվածության, չժպտալ, դո չգիտեմ ինչ-ինչ, պատճառը երևի այդ բեմի սովորել պրակտիկա ձեռք բերելն էր։ Իսկ այս պահից կամաց-կամաց զգում եմ, որ արդեն կարողանում եմ ինձ որոշակի առումով, ոչ լրիվությամբ իսկապես որոշակի առումով մատուցել, դեռ շատ բաներ ունեմ բացելու այդ միանշանակ։ Արման ջան, ամեն դեպքում ես գալիս եմ այն կարծիքին, որ առհասարակ բեմարվեստը նաև որոշակի հասունություն է պահանջում։ Այսինքն պետք է անցնի մի տարիք, որ արվեստագետը ավելի վարպետանա։ Եվ այն փոքր թերությունները, որ եղավ քո երգի մեջ, ես դա ավելի կապում եմ քո տարիքի հետ։ Վստահ եմ, որ կգա մի ժամանակահատված, բոլոր այդ տեսակի թերությունները կշտկվեն եւ ամեն ինչ տեղի կունենա։ Կային թերություններ, փոքրիկ թերություններ, բայց դրանք աննկատելի էին։ Ընդհանուր ես գոհ եմ ինձնից, լավ ելույթ էր։ Դլեյամանի հետ կապված ես անկեղծ պետք է ասեմ, որ մեր ժյուրիի անդամների հետ համամիտ չեմ։ Միգուցե քո հնարավորությունները իմանալով իրենք ավելի շատ էին սպասում քեզնից։ Այս առումով որոշակի ինչ-որ համաձայն եմ իրենց հետ։ Բայց ես համերգը լսեցի եւ ոչ մի այդպես կոպիտ սխալ թերություն չեմ գտել։ Համարենք, որ դա իրենց ինդիվիդուալ կարծիքն է, մանավանդ Դլեյամանը ինքը շատ տարածված ստեղծագործություն է եւ քանի որ շատ է կատարվել, անպայման համեմատության մեջ են դնում։ Մտամոլոր դուրս եկավոր սերս պատմեմ աշխարհի Վարդուհի ջան, քո երգը ընդհանուր առմամբ լավ էր։ Այդպես կոպիտ սխալ չկար երգիդ մեջ։ Ուղղակի մի փոքր հում էր մնացել։ Գիտեք, ժամանակը շատ կարճ է եւ սրանք առհասարակ շատ բարդ ստեղծագործություններ են։ Ժամանակ է պետք, որ կարողանաս այդ տեսակի ստեղծագործությունը ավելի խմորվի ներսդ, որ կարողանաս ավելի լավ երգես։ Մոնիկա ջան, ինձ շատ դուր եկավ քո երգի զգացողական կողմը։ Լավ զգացել էիր, ինչի մասին է երգ։ Լրիվ ուրիշ աշխարհ էր, լրիվ տեղափոխվել էի հով գիշեր, զով գիշեր, մի խոսքով այդ մթնոլորտը ինձ թվում է ինչ որ զգացի, փոխանցեցի հանդիսատեսին։ Այն դուրով ծովա ինչու Էլի մի բարդ ստեղծագործություն էր Պետրոս ջան քո երգը, բայց էլի կարողացար, երգեցիր, համոզեցիր, լավ էր, բայց որ անկեղծ ասեմ, մի փոքր իհարկե դա երևի ես զգացի, հիմա չգիտեմ հանդիսատեսը զգացած կլինի թե չէ, երևի այդ բարձր պատասխանատվությունն էր դեպի տվյալ ստեղծագործությունը, ես զգացի այդ հուզմունքը ներքին հուզմունքը զգացի, որը որ ինչ-որ չափով երևի մի քիչ խանգարեց։ Այսքանը կապված համերգի հետ երեխեք ջան, հիմա մի շատ կարևոր բան եմ ուզում ասեմ ձեզ, շատ կարևոր է, որ դուք կարողանաք ձևավորվեք որպես անհատականություն։ Ես մի անգամ ասեցի, չէ, որ ոչ մեկի նմանակել պետք չէ։ Նմանակելը դա անձնասպանություն է։ Սա Գարեգին Նժդեի խոսքերն են։ Հիմա ես շատ կուզեմ, որ դուք անհատականություններ լինեք որպես արվեստագետ, որպես երգիչ, որը արվեստագետի
միակ ու անփոխարինելի զենքն է։ Բոլորդ առանձին գեղեցիկ գույն ունեք։ Այս 6-նյակի մասին է խոսքը հիմա այս պահին։ Հիմա եթե մենք համերգ ունենանք, եթե մի հոգի պակասի, անպայման համերգը ինչ որ չափով թերի կլինի։ Սա ես ասում եմ անկեղծ իմ կարծիքը, մեկը մյուսիդ լրացնում եք եւ մի հոգու բացակայությունը ես անկեղծ չեմ պատկերացնում։ Դե բոլոր մրցույթային նախագծերում այդպես է, ամեն շաբաթ ինչ որ մեկը պետք է լքի նախագիծը, բայց այս անգամ 2 մասնակից հեռացավ, իսկապես տխուր էր։ Դիտենք։ Բարև հայկական աշխարհ։ Մեզ պակասում է միայն Մավրը, որ միանա, մեր թանկ ընկերը, իսկ մեր Պետրոսը ասեմ, որ տաքություն ունի, ճիշտ ենք, շատ համեստացույց չտալիս, բայց շատ հիվանդ է, անհանգստանում ենք իր համար։ Շնորհակալություն։ Ծնողներս անհանգստացած են, ճիշտ ասած շատ էին ուրախացել, որ ետ են վերադարձել, բայց ամեն դեպքում ինձ պատրաստում եմ, որ եթե հանկարծ դուրս մնաս, դա չի կարևորը, այնպես որ, բայց հաջողությամբ, օրհնությամբ տանից դուրս եմ եկել։ Ինչ կլինի, թող լինի։ Մենակ թե Աստծո կամքով լինի։ Իմ ժավախ աշխարհ թանկագին անուն, ինչպես աբուրսար միշտ շատերիս համար։ Մավր ինչի ուշացար։ Այո, ճիշտն ասեմ, գործերից էին կանչել։ Աշխատում երգչախմբում Հայաստանի Պետական Կամերային, սկսել ենք արդեն այսօր առաջերուներ, խնդրեց շուտ եկան։ Անցյալ տարի այս շրջանում ինչ էիր անում, կարող ես հիշել։ Անցած տարի այս օրերին կոնկրետ օգոստոս ամսին, քանի որ ես գյուղում եմ ապրում, սկսվում է մեր մոտ գյուղատնտեսական աշխատանքները խոտ հունձ, կոնկրետ դրանով էի զբաղված, այսինքն օգնում էի մերոնց։ Անցյալ տարի այս ժամանակ ես գտնվում էի Աշտարակի մարզ Ուշի գյուղում, Կարփի Ուշի, Օհանավան, այդ 3 գյուղերում էլ բարեկամներ ունեմ, բայց պապիկիս մոտ իմ պապիկին բարևում եմ, ողջունում եմ, գիտեմ, որ հիմա ինքը ինձ նայում է, սիրում եմ քեզ, պապի ջան։ Եվ այսպես վտանգավոր գոտում են Վարդուհի Գրիգորյանը, Արման Խաչատրյանը եւ Եվա Եգանյանը։ Վարդուհին լքում է նախագիծը, բայց ծափարությունները, այո, ծափարությունները հնչում են Վարդուհի համար, Եվա ցավում եմ։ Դու նախագծում ես։ Արմանը մեր ուրախությունն էին, օրվա ընթացքում շատ էին մեզ ուրախացնում, շատ էին ծիծաղեցնում, երբ որ շատ լուրջ մենք երգերն ենք սովորում ու կլանված, իրանք ինչ-որ մի բան էին անում ու մենք բոլորով սկսում ենք ծիծաղել, հիմա շատ դժվար կլինի առանց իրենց, շատ սիրում եմ երկուսին էլ, շատ տխուր եմ։ Քուր աղբեր են, իրանք ինձ համար պարսպումն աստես անգեղծ եմ ասում, թե Վարդուհին իր այդ թե Արմանը, չգիտեմ, հիմա ուղղակի են փուլում ենք, են շրջանում ենք, ամեն մեկ սարված տակ ենք, ամեն մեկ էլ կարող ենք անել, բայց ինչքան էլ այդքան գիտակցում ես, մտածում ես, չես ուզում իրականության հետ հաշտվել։ Ով էլ դուրս գար, շատ ցավեր լինելու, որովհետև արդեն քիչ ենք, շատ կապվել ենք իրար հետ։ Համ իմ համար լացեցի, համ իրանց համար։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ես մի անգամ շնորհակալություններս հայտնել եմ, եւս մեկ անգամ եմ ուզում հայտնեմ, բայց այս անգամ շատ է լինելու շնորհակալությունների ցանկը։ Շնորհակալ, ստեղից եմ սկսում գրիմյորներին, բոլորին, Վարսահարդարին, բոլորին, օպերատորներին, բոլորին, նենց մեկը չկա, որ շնորհակալություն չլինի հայտնելու, ընկեր Արտեմին, ընկեր Մխիթարին, բոլոր երաժիշտներին, բոլորին խորը շնորհակալություն եւ ամենակարևորը շնորհակալ եմ Շանթ հեռուստաընկերությանը, տնօրինությանը, որ մեզ այսպիսի հնարավորություն է ընձեռնել, որ այսօր
մեզ ճանաչում են, մեզ սիրում են։ Ես շատ շնորհակալ եմ, որ մեզ փոքրերն են անգամ, փոքր երեխաներն են անգամ դիտում ժողովրդական երգը, շատ խորը շնորհակալություն բոլորին։ Time after time